Իմ ընկեր Նեսոն, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Մի խումբ ընկեր երեխաներ էինք, գյուղացի երեխաներ, ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն, ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ինչքան էինք խաղում, ու ոնց էինք իրար սիրում, ոնց էինք իրար սովորել, սոված ժամանակներս էլ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։ Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Էնքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։ Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ բոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի ոգևորությունից գեղեցկացած դեմքին ու պատմում էր նա հուրիփերիներից, զմրուխտ ղուշից, լիս ու մութ աշխարհից։ Նեսո ջան, Նեսո, հիմի էլ կուր թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ թութի ղուշի հեքիաթը պատմի, հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի։ Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին, ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի 20-30 երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան 3 ռուբլի վարձ էին ուզում։ Էս պատճառով էլ գյուղի երեխանցից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան 3 ռուբլին տան, մնացին դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։ Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մեկս ունևոր ենք, մյուսս աղքատ, դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. կա ոչ, այ ոչ ու փուչ, որտեղից տամ, 3 մանեթ ունենամ կտանեմ հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած, կա ոչ։ Նեսոն ու դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում, մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում, որ մեզ հետ խաղան, ասում էր կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում, սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։ Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ։ Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։ Մի 2 տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, և ոչ թե մեկ վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ և մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։ Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ ու մաքուր, ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։ Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին, մեր տան 4 բոլորը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի, մոտեցա, չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն էր միտքս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա, Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով ասաց. «Կասենաս պոչատ կաչաղա կլի»։ Նրանք շատ ծիծաղեցին, ես վշտացա, բայց բան չասացի, ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատրտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։ 2 տարուց հետո
Էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ այնտեղից էլ վերադարձա, իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման, ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշում եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց, թե միտը տա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում։ Վա, ինչպես չի միտս, միթե կմոռանամ, էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է, պատասխանեցի ես։ Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։ Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ այնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եղավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում, քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։ Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ։ Վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի մեծ վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր։ Իսկ երբ տեղ հասանք ու Նեսոն պետք է վերադառնար, ես նրա համար մի արխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը։ Իսկ նա ինձ դիմեց, թե բա մի չայի փող չես բաշխում։ Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկության օրերը եւ այն երեկոները գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։ Նեսոն աղքատ է, Նեսոն տգետ է, Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով, նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ, լավ մարդ կլիներ, գուցե ինձնից էլ շատ ավելի լավը։ Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում։ Ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ այնպես, ինչպես սիրում էի այն ժամանակ, ուզում եմ շարունակ այն խաղաղ, աստղալի, լուսնյակ գիշերներին Նեսոյի պատկերը լինի աչքերիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում, իսկույն եւ էդ առաջս է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։ Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխիկոր կանգնած էր Նեսոն։ Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի բաց թողնել տվի նրան, բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով, հաչիցը կապված ու գլխիկոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։ Մեր գյուղում սովորական բան է եւ գողությունը, եւ հաչիցը կապելը, եւ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքից չի հեռանում, ինչպես չի հեռանում եւ այն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։ Ահա եւ ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենալու համար։